Տեր Հիսուս, դու որ խաչը դարձրիր կյանքի աղբյուր, օգնիր ինձ ընդունել իմ խաչը ոչ թե տկարությամբ, այլ հավատքով։ Եղիր ինձ հետ իմ ցավի մեջ, իմ պայքարի մեջ, իմ թուլության մեջ, թող իմ խաչը միավորվի քո խաչին եւ դառնա ճանապարհ դեպի լույս։ Սիրելի հավատացյալներ, մեծ պահքի ճանապարհը մեզ աստիճանաբար մոտեցնում է մի խորհրդի, որից մարդը հաճախ վախենում է, բայց առանց որի չի կարող հասնել կյանքի լիության։ Այդ խորհուրդը խաչն է։ Երրորդ շաբաթում եկեղեցին մեզ կհանգեցնում է խաչի առաջ, ոչ թե վախեցնելու համար, այլ բուժելու։ Սուրբ Գիրքը մեզ ասում է. «Իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև»։ Այս խոսքը առաջին հայացքից տարօրինակ է թվում։ Ինչպես կարող է խաչը քաղցր լինել, ինչպես կարող է տառապանքը դառնալ բժշկություն։ Բայց խաչը տառապանք չէ ինքն իրենով, խաչը տառապանք է, որ կրում են Քրիստոսի հետ։ Մարդը միշտ ինչ որ խաչ է կրում, ոչ ոք խաչից ազատ չէ։ Հարցը միայն սա է. մենակ ենք կրում, թե Աստծո հետ։ Երրորդ շաբաթը մեզ սովորեցնում է չփախչել մեր խաչից, այլ մոտենալ նրան հավատքով։ Որովհետև այն խաչը, որը ընդունվում է աղոթքով, դառնում է օրհնություն։ Այն ցավը, որը հանձնվում է Աստծուն, դառնում է լույս։ Այն տառապանքը, որը միացվում է Քրիստոսի խաչին, դառնում է փրկություն։ Խաչը Աստուծո պատիժը չէ։ Խաչը Աստուծո ներկայությունն է մարդու ցավի մեջ։ Երբ Քրիստոս բարձրացավ խաչին, նա չփախավ մարդկային ցավից, նա մտավ դրա խորքը, որպեսզի այնտեղ մենք այլևս միայնակ չլինենք, եւ այսօր, երբ մենք կանգնում ենք մեր կյանքի խաչերի առաջ, հիվանդության, կորստի, հիասթափության, մեղքի ծանրության, մենք լսում ենք Քրիստոսի լուռ խոսքը. «Ես այստեղ եմ»։ Երրորդ շաբաթը մեզ հիշեցնում է, որ փրկությունը չի գալիս ցավից փախչելով, այլ ցավը սիրով կրելով։ Սիրով ոչ որպես հաշտություն չարի հետ, այլ որպես վստահություն Աստուծո ներկայությանը։ Եվ հենց այստեղ է խաչի ամենախոր խորհուրդը. խաչը վերջը չէ, խաչը ճանապարհ է, խաչը ճանապարհ է դեպի հարություն։ Եթե այսօր քո խաչը քեզ ծանր է թվում, իմացիր, Աստված քեզանից ավելի ծանր բեռներ չի պահանջում, քան կարող ես կրել նրա հետ։ Մոտեցիր խաչին ոչ վախով, այլ հավատքով։ Որովհետև այնտեղ, որտեղ մարդն ասում է ես այլևս չեմ կարող, Աստված ասում է ես քեզ հետ եմ։ Ուրեմն, ով չի վերցնում իր խաչը եւ ինձ չի հետևում, արժանի չէ ինձ։